որի մասին քրիստոնեության հետ կապված կա այդ կարծրատիպը, ինչու է քրիստոնեությունը խեղճ եւ ինչու ենք մենք տկարանում։ Դե որոշ տողեր նախ սխալ ենք հասկանում։ Օրինակ, երբ Քրիստոսի այդին ապտակեցին, Քրիստոսին չարեց։ Երկրորդ այդը դեմ։ Ոչ։ Այ հենց էտա որ ոչ։ Երբ Քրիստոսի այդին ապտակեցին, Քրիստոս դարձավ ու բավականին կոշտ տոնով, հավանաբար տեքստից ենթադրվում է, որ ասաց, եթե սխալ եմ արել, վկայիր իմ սխալի մասին, իսկ եթե ես ճիշտ եմ, ինչու ես հարվածում։ Բնական է դա ինչ որ գեղագիտական, այսպես մատուցմամբ չի ասել այդ պահին։ Քրիստոս իր այդը չի դարձնում։ Եվ այստեղ հանկարծ ասում ես մի րոպե, դա Հովանու ավետարանի 18-րդ գլխում է 22-րդ համարում հենց այդ հատվածն է, որ զինվորը հարվածում է Քրիստոսին։ Ու Քրիստոս չի դարձնում իր այդը։ Այստեղ արդեն ընկնում ես մտածմունքի մեջ Քրիստոսի այդ խոսքը ինչի մասին է։ Իսկ բանից պարզվում է, որ Քրիստոս ընդհանրապես մեջ բերում է հին հրեական մի շատ տարածված սովորություն, այդ ժամանակի մարդկանց համար հասկանալի։ Կար այդպիսի սովորություն, որ եթե ինչ-որ մեկը սխալվել է, հրեաներն ունեն այդպիսի շատ տարածված բան, ապտակել դեմքին։ Եվ Քրիստոս ասում է, եթե դու սխալվել ես, եւ եթե քեզ ապտակել են, ընդունի սխալդ։ Պատրաստ եղիր, ինչքան էլ որ դա քեզ համար թվա նվաստացուցիչ այդ պահին, հա։